ես պետք է խնդրեմ այնուհանդերձ որոշ փակագծեր բացեք։ Ինչու հնարավոր չեղավ հասնել նրան, որ արցախցիները անվտանգ մնային Արցախում, ինչ էին առաջ քաշում թշնամական կողմից։ Առաջարկները իրենց կողմից այնքան շատ էին եւ բազմաթիվ, բայց որոշում կայացնողը Արցախի ժողովուրդն էր։ Արցախի ժողովուրդը որոշում կայացրեց, որ մենք չենք ուզում ապրել ադրբեջանցիները։ Երևի ամփոփիչ է այսպես։ Բայց իրենք ինչ կետեր էին առաջարկում։ Այնքան շատ են, նորից եմ ասում։ Հիմա դուք ինձ ստիպում եք, մեկ ժամ ես պետք է խոսեմ։ Դրա համար առաջարկում եմ։ Այս ընթացքում կհանդիպենք, խոսենք։ Դուք ասուլիս եք տալու։ Այո, այս շաբաթվա վերջ ամենանավը։ Բոլորի համար, թե հատուկ։ Բոլորի համար։ Եթե պետք է հատուկ ձեր համար։ Խնդիր չեմ տեսնում ոչինչ։ Լավ, անդառնալով այս դեպքին, հա, Տիգրան Հուլուպապյանի։ Այո, տեսեք, ձեր գործընկերները քիչ առաջել են մոտիկացել, հիմա մի քիչ վաղ է խոսենք, հա, քանի որ սպասում ենք, եկեք պատասխանին սպասենք եւ ըստ այդմ մենք մեր հայտարարությունը կանենք։ Անպայման կմոտիկանանք եւ կասենք։ Իհարկե, սա շատ անտանելի նախադեպ է, անկախ ամեն ինչից, խոշտանգումները եւ առհասարակ, եթե շեշտադրում է դրվում, որ արցախցիների նկատմամբ, իհարկե սա անթույլատրելի է եւ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։ Ես առաջարկում եմ սպասենք թող պատասխանը ասի եւ հետո անպայման խոսենք։ Պարոն Մելքումյան, կնեք մեկ հարցել, այն ոչ վերջին հրամանագրի մեջ պարոն Շահրամանյանի նշվեց, որ Հայաստանից զենք զորք է եղել Արցախում, այդ տողը դուք գիտեք, ում առաջարկով է մտցվել այդ հայտարարության մեջ, արդյոք դա չէր վնասում Հայաստան։ Ոչ, ես տեղյակ չեմ այդ հայտարարության տողերից, ես տեղյակ չեմ նման բաներից։ Դուք երբ եկաք Արցախից։ Ամսի 1-ին։ Հոկտեմբերի 1-ին։ Անպայման խոսենք այս հարցի շուրջ։ Բայց իրավ հավանում եք, որ բոլոր լրատվամիջոցները կլինեն ասուլիսի։ Եթե ասուլիս էլ չի, խնդրեմ, հրավիրեք խոսենք։